Տեսնենք ինչ իրավիճակ է Տավուշում, Դիլիջանի բլուրները ծխի մեջ են, մարզում հրդեհի մի քանի օջախներ կան, իսկ այն մարելու գործին հարյուրավոր փրկարարներ են ներգրաված։ Իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն է Դիլիջանում աշխատում, Կարինե, բարի երեկո, նախ զոհված փրկարարի մասին եմ ուզում հարցնել, ներքին գործերի նախարարությունը 1 ժամ առաջ հայտարարեց, թե Տավուշում վթարից հրշեջ փրկարար է զոհվել, եւս 4-ը վիրավորվել են, քեզ հաջողվել է պարզել ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պատահարը։ Աստղիկ, մեզ չհաջողվեց շատ մանրամասներ ճշտել, այս պահին այս հրշեջ մեքենան, որը դարձել է այս վերջին օրերին դարձել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող շտաբ, այս պահին ժողով է տեղի ունենում, մեզ չհաջողվեց որևէ կերպ համոզել պաշտոնյաներին պաշտոնական հավելյալ տեղեկություն տալ այս մասին, բայց կծկտուր հրշեջներից ստացված տեղեկություններով դեպքը տեղի ունեցել դեպի Բերդ տանող այդ հատվածում, Իջևանից դեպի Բերդ ընկած այդ հրդեհի օջախներից մեկում, բայց թե ինչ հանգամանքներում է վթարի ենթարկվել մեքենան եւ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այդ մանրամասները մեզ հայտնի չեն։ Մեր զանգերին չպատասխանեց նաեւ ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը, որևէ տեղեկություն հավելյալ իմանալու պես մենք կհաղորդենք։ Կարինե, դառնալով հրդեհի օջախներին, այս պահին ինչ տեղեկություններ կան, քանի օջախի մասին է խոսքը եւ արդյոք օրվա ընթացքում հնարավոր եղել է տարածումը կանխել, գիտենք Դիլիջանը անտառապատ է եւ վտանգը տարածման դեպի անտառներ շատ մեծ է։ Աստղիկ, մենք Դիլիջանի Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Լեռնային Հայաստան կոչվող առողջարանի հարակից տարածքում ենք դեռ առավոտյան, նույնիսկ երեկոյան 3 երեկոյան լուրեր էին տարածվել, որ հրդեհը բավականին մոտեցել է այս առողջարանին, բայց այստեղ մեզ վստահեցնում են, որ առողջարանում հանգստացողները շարունակում են իրենց հանգիստը եւ որևէ կերպ դա չի մոտեցել, առնվազն 2 կիլոմետր հեռավորության վրա է եղել եւ առավոտյան էլ փրկարարները եւ պատասխանատուները հավաստիացնում էին, որ հրդեհի տարածումը գոնե կանխել են եւ տեսանելի է, այսպես նույնիսկ մթության մեջ տեսանելի կրակ մենք չենք տեսնում, ընդ որում ասեմ, որ առավոտյան ծխի հոտը ավելի զգալի էր, քան այս պահին։ Փրկարարների հետ էլի կծկտուր խոսակցություններով իրենք հավաստիացնում են եւ ավելի վաղ նաեւ ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը պնդում էր, որ այդ 4 օջախներից այն կողմ կրակը չի տարածվել եւ մեծ օջախներ կրակի չկան։ Քիչ առաջ ես զրուցում էի փրկարարների հետ, որոնք Սպիտակի տարածաշրջանի կողմից էին եկել Լոռու մարզի եւ վստահեցնում էին, որ այնտեղ էլ գրեթե ամբողջությամբ մարվել է։ Չեմ կարող ասել, թե ինչ կա, նոր ավելի թարմ տեղեկություններ այս պահին մեզ չեն հաղորդել, բայց քիչ առաջ, ժամեր առաջ, էլի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակը մեզ վստահեցնում էր, որ ամբողջ գիշերվա ընթացքում այնուամենայնիվ շարունակվելու են մարման աշխատանքները, չեն հեռանալու, քանի դեռ վստահ չլինեն, որ վերջնականապես մարված է ամբողջ հրդեհը։ Կարինե, ասում են մարման աշխատանքներին հարյուրավոր փրկարարներ են ներգրաված, ներքին գործերի նախարարությունից պնդում են նրանց թիվը բավարար է։ Դու այսօր տարածքում հետևել ես աշխատանքներին, եթե այդպես է, ինչու չի հաջողվում մարել կրակը կամ այդ օջախները կրակի։ Էլի պատասխանատուներին հղում անելով նշեմ, որ պնդում են, որ շատ անմատչելի են այդ տարածքները, որոնք հրդեհվել են եւ հատուկ տեխնիկայի միջոցով է հնարավոր լինում մարել կրակը եւ մենք այսօր ամբողջ օրը տեսել ենք այստեղ ուղղաթիռ, որը Դիլիջանի կենտրոնական հատվածում գտնվող արհեստական լճից ջուր էր վերցնում եւ ցողում մեզ նույնիսկ տեսանելի այդ ծխացող բլուրների վրա։ Ամեն դեպքում ասում են, որ այդ անմատչելի տարածքները կարողացել են որևէ կերպ
հսկելի վերահսկելի դարձնել եւ նշում են, որ անհանգստանալու կարիք չկա, նույնիսկ նոր փրկարար ուժերի, այլ հավելյալ ուժերի կարիք չեն տեսնում։ Կարինե, Տավուշը այսօր միակ ծխապատ տարածքը չէ, Գեղարքունիքում էլ օրեր շարունակ ճամբարակ թթուջուր հատվածի հրդեհը չէր հաջողվում մարել, կա նորություն այնտեղ ինչ վիճակ է։ Աստղիկ, մենք այսօր այդ հարցերը տվել ենք նաև ներքին գործերի նախարարության մամլոխոսնակին, նշեմ, որ հիմնական այդ 4 Տավուշի մարզի 4 օջախները նշում են հիմնականում 3-ը հենց Դիլիջանի հարակից բլուրներում են, մեկը ավելի հեռու Իջևանից դեպի Բերդ ընկած այդ հատվածում եւ ավելի վաղ հրդեհներ եղել են, ինչպես նշեցիր, Գեղարքունիքի մարզի ճամբարակ թթուջուր հատվածում եւ փրկարարների վստահեցմամբ, պնդմամբ այնտեղ գրեթե ամբողջությամբ ամեն դեպքում վերահսկողությունը շարունակում են, բայց համարում են արդեն հրդեհը մարված։ Կարինե, պատասխանատու պաշտոնյաները հնդածը ձեռնարկվող գործողություններից խոսում են, բայց լռում են պատճառների մասին։ Քո հարցերն էլ են անպատասխան մնացել, կա ի վերջո գոնե վարկած, ինչից բռնկվեց հրդեհը կամ հրդեհները։ Այո, Աստղիկ, մինչ այս պահը լուռ են, առհասարակ նույնիսկ վարկածները չեն բարձրաձայնում, այնինչ շրջանառվում է սոցցանցերում, մարդկային գործոնից, ընդհանուր մինչև դիտավորություն կամ անփութություն, որևէ վարկած պաշտոնապես չեն հայտնում, նշում են, որ դեռևս քրեական գործ անգամ չկա եւ այսօր էլ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ասաց, որ որևէ բան այս մասին չի ասի։ Ես առաջարկում եմ նաև դիտել այն կարճ հարցազրույցը, որը արել ենք մոտ 2 ժամ առաջ։ Ժամը 6-ի դրությամբ Տավուշի մարզում կրկին նույն 4 կետերում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, տարածվածության որևէ դեպքեր չունենք արձանագրված, հրդեհաշիջման աշխատանքները բարեհաջող իրականացվում են եւ այլ հատվածներում նոր բռնկված հրդեհներ այս պայմանությամբ չունենք։ Դուք ասում եք, որ բավարար են փրկարարների թիվը բավարար է, բնակիչներն էլ են որոշակի օգնում, նույնիսկ կամավորներ կան ներգրաված, ամեն դեպքում դուք ասում եք նոր ուժերի կարիք չունեք, տեխնիկան էլ բավարար է, ինչու չի հաջողվում ամեն դեպքում լրիվ մարել։ Հրդեհաշիջումը իրականացվում է դժվարամատչելի հատվածներում, մեր փրկարարները իրականում շատ ծանր եւ կարևոր գործ են անում այս պահին։ Դժվարամատչելի հատվածներում փրկարար ծառայողները իրենց հետ տանում են հատուկ տեխնիկա, ինչի միջոցով այդտեղ իրականացում են հրդեհաշիջում։ Այդ հատվածներում մեքենաներ բարձրանալու ուղղակի հնարավորություն չկա։ Մեր տեխնիկան բավական է եւ բավականացնում է եւ անձնակազմի թվաքանակն էլ այս պահին բավականացնում է, պատշաճ իրականացում է հրդեհաշիջում, պատշաճ իրականացվում է հերթափոխ եւ աշխատանքները շարունակվելու են ողջ գիշերվա ընթացքում եւս։ Էլի պատճառների մասին քրեական գործ չկա, արդյոք այսքան հեռավորության վրա առաջացող հրդեհները ինչ որ վարկած, ինչ որ այսպես հուշում տալիս են իրավապահներին, թե ինչից կարող էր ծագել։ Ինչպես նշել ենք, ոստիկանությունը զուգահեռ հրդեհաշիջման աշխատանքներին իրականացնում է որոշակի միջոցառումներ եւ որևէ հրապարակայնացնելու եւ որևէ տեղեկություն լինելու դեպքում բնականաբար կհայտնենք։ Բայց ինչքանով է հնարավոր, հա, այդպես տարբեր կլիմայական գոտում գտնվող մարզեր են, ինչպես կարող է լինել, որ այսպիսի նույն կերպ, նույնատիպ տարածքներում ուղղակի տենց անտառային հրդեհներ բռնկվեին։ Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, եթե լինի քննություն, այդ քննությունը կպատասխանի բոլոր հարցերին։ Նախնական վարկածներ էլ չեն դիտարկվում։ Նախնական վարկածները այս պահին չեմ կարող հայտնել։